ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ամեն անգամ, երբ մայրը որդու որպիսությունն էր հարցնում, աղասն այսպես էր պատասխանում. ընտանիքի միակ տղան էր աղասը, քույրերի պաշտպանն ու ընկերը։ Տասնութ տարի հիմա եղավ, 2 տարին հայրենիքին նվիրեց։ Շատ բարի սիրտ, ազնվորություն այլ է, մեծին հարգող։ Ուրախ երեխա էր, աշխուժ։ Խիստ չի եղել ինքը, բայց ցանկացել է, որ իր ուզածով լինի, իր ուզածով անենք։ Ամեն ինչով կիսվում էր աղասը իմ հետ, ամեն ինչով, թե ընկերուհի լիներ, թե իր ծառայությունից։ Միշտ խորհրդատու ա եղել ու փորձել է ամեն հարցում օգնի, ինչը կախված էր իրանից։ Մինչև իր բանը գնալը, հենց նեղացնում էր ինձ, ասում էր դե ինձ գրկի սենյակից սենյակ տար։ Ինքն էլ ստիպված պետք է դա աներ, որովհետև ես նեղացած եմ, որ ես նեղանում եմ, ինքն էլ նեղվում էր դրանից։ Մասիսի պետական քոլեջում էր սովորում։ Կրթությունը պետք է շարունակեր, բայց հայրենիքին պարտք ուներ։ Զորակոչի օրը պնդեց, որ մայրը չգա ճանապարհելու, բայց մոր սիրտը զգում էր, տղային տեսնելու վերջին հնարավորություններից է։ Դեմքիս չնայեց ընդհանրապես։ Հետո հասկացա, որ ուղղակի որ նա իր կարողա հուզվեր։ Շատ լցված էր ինքը, ես սկզբում շատ վիրավորվեցի իր այդ վերաբերմունքից, բայց հետո հասկացա, որ ուղղակի չէր ուզում հուզվել։ Դե որպես հայր ես տրամադրված էի այն տղայի զինվոր էի տալիս հայրենիքի համար։ Նա տրամադրված էր նրա համար, որ ինքը մեծ ծառայել իր հայր ժողովրդի հայրենիքի համար։ Աղասին ընտրեց հետախուզության ճանապարհը, ճարպիկ էր, սրատես, իր ուժերի վրա վստահ։ Ամբողջ օրը Աստծուց խնդրում էի, Իրան էի խնդրում աղաս քնությունդ չհանձնես։ Ասում էի մի հանձնի մի մտի այդ հետախուզականը։ Ծաղում էր համանջը։ Իր խոսքերից ես զգում էի ինչքան այն կկայացել, մեծացել։ Իա ծառայություն ինքը չէր բողոքի իա ծառայությունից։ Ինքը երբ զանգեղ եթե խոսացին են միշտ գոյերել է, ասում էր դիրքեր պիտի գնամ ամսի 1-ով, հետո ասեց պապ ասեց կրակային ինձ առաջ տեղ եմ բռնե, մեդալ պիտի տան, ես էլ ընդեղ մոմենտ ասի կարող է հարցագուրտ է տան, ասեց այդենց խոսակցում է թումա, որ դիրքեր հետամ գամ ու հարցագուրտ տան, ու այդենց էլ գնաց դիրքեր։ Չարաբաստիկ ապրիլը խուճապի մատնեց նաև Ասատրյանների ընտանիքին։ Երևան էի գնացել։ Վերադարձի ավտոբուսի մեջ իմացա, կողքս 2 երիտասարդ տղաներ էին կանգնած ու հեռախոս կար ձեռքները, ես էլ նստած էի, տղաներից մեկ ասեց մարտակերտ չկա էլ, ասեց ամբողջ ավիրել են, այդ պահին ասեց քարացը լեզուս պապանձվեց, նայում եմ այդ տղաներին ուզում եմ հարցնել, չկարողացա խոսել։ Դիրքերումա սվյաշ չունի, հետո ես տելևիզոր լսի ու արդեն պատերազմը այդ մոմենտին սկսի անց համարներով զանգելը։ Ինք ինչ համարով զանգում է, ես այդ համարներով սկսի հետ զանգելը, ոչ մեկը չէր պատասխանում։ Մի հատ համար տվեցին, զանգեցի, տղան եղել էր, ինքը պատմել էր այդ տղու մասին, որ իրար հետ դիրքեր ընկել է։ Զանգեցի այդ տղուն, ասեց չէ, ես իայդ չեմ, աղասի չեմ, ես ուրիշ դիրքում եմ։ Ու այդենց էլ վերջը չկարացա կապնվել իր հետ։ Ընկերները չգիտեին ինչպես ասել, որ աղասը քաջ, ճարպիկ, բոլորին օրինակ ծառայող աղասը այլևս չկա։ Միջև հիմա չեն հավատում, որ ինքը չկա, ինքը չի գալու։ Միշտ կսպասեմ ես իրան։ Առանց իրա չեմ ասի, որովհետև ինքը միշտ էլ իմ հետ է։ Միշտ։ Ինքը մյուս զինվորները, մեր հերոսներն են բոլորն էլ։ Միշտ իրանց համար աղոթում եմ։ Ես իրանց շատ եմ կարոտել, 2 տարի չեմ տեսել ու ամել կարոտում եմ, ինքը իմ ամենաթանկարժեք տղան է, որովհետև ինքը իմ թիգունքն էր, այո, այսօր ես գործերից իմ թիգունքին, որովհետև ես սաղ կյանքս առանց թիգունք եմ մեծացել, անհեր եմ մեծացել,
ուրախանալով իմ երեխով ինքնից թիգունք էր, բայց այսօր ինքն եմ մահացավ հանունի հայ ժողովրդի համար, հայ հողի համար։ Բարդ կյանք ենք ապրել։ Բայց այնքան կյանք կար իր մեջ, դրանով լցնում էր մերս։ Մեր են դատարկ, են վատ, ծանր օրերը։ Ինքը որ տանն էր, այդ տունը ասես, չգիտեմ, այսինքն լիություն։ Աղասի հայրը դիրքեր է գնացել, 19-ամյա որդին արդեն մարտական ընկերներ ուներ։ Ես մեծ ուզում եմ ես տեսնեի այդի ծառայող տղաների, յա կամանձիրին, ասեն կամբատին յա, ու տեսա յա կամբատին, ինքը պատմեց, թե ոնց են միան կռվել թուրքի դեմ, միան կռվել են երկելով, գոռալով, երկու անգամ թուրքերին չեն կարածը վերցնեն, դիրքերը զոհ են տվել, եկա կորուստ, երրորդ անգամ արդեն զենքի պակասնորդություն ա։ Աղասի Ասատրյանը մի քանի ընկերների հետ 14 ժամ պայքարել է կորցրած դիրքերը ետ բերելու համար։ Զոհվել է ամենաթեժ մարտերում, պաշտպանելով ընկերների թիկունքը։ Եվ ինչպես հրամանատարն է ասել տղաներին, թեկուզ մահացած, բայց հաղթանակած պիտի դառնանք։